Ես հանդիսանում եմ 44-օրյա 20 թվականի 44-օրյա պատերազմից անհայտության մեջ գտնվող տղաների ծնողներից ու ուզում եմ ասել, որ քանի որ այսօր օրվա հետ հենց կապված, քանի որ իրավունքների պաշտպանության օրը, ուզում եմ հենց որ արձանագրեք, որ ինչքանով այսօրով պաշտպանված մեր երեխաների անհայտության մեջ գտնվող տղաների իրավունքները կամ հենց մեր ընտանիքներից ծնողներիս իրավունքները։ Ինչքանով է ճիշտ, որ այս 21-րդ դարում, որտեղ որ անընդհատ գոռում են հումանիտարությունից, մարդասիրությունից, ու ինչքանով է ճիշտ, որ այս 21-րդ դարում ոտնահարված է հենց մարդկային արժեքները, ոտնահարված են մեր տղաների արժեքները, ոտնահարված են մեր ծնողներիս արժեքները։ Ինչքան կարելի է սպասումով ապրել, ինչքան կարելի է տանջվելով ապրել, ինչքան կարելի է հերթական մահեր գրանցել, ծնողները բոլորը հիվանդանում են ինֆարկտ, ինսուլտ, օրը մեկը կամահանում է ու կարոտը աչքներին, կծկիծը սրտներին, ինչքան կարելի է սպասել, ուղղակի խնդրանք, պահանջ օգնեն այս պետությունը գտնել այս երեխաներին, պարզաբանեն նրանց ճակատագրերը ու ինչու չէ, ունեն իրանք պարտավորվածություններ եւ մեր եւ տղաների հանդեպ, որը չգիտեսվի միշտ անտեսվում է ու փոխանակ իրենք սատար լինեն ծնողներին, օգնեն գտնել երեխաների ճակատագրերին, ուժայիններին, չգիտեմ ոնց են ասում, հրահանգում են, թե ուղղակի ուժայիններն են անում, այնպես են անում, որ հրահրում են, սադրում են, մշտապես սադրում են ծնողներին ու մեղավոր են համարում ծնողին։ Այս ամեն ինչից հետո մեղավոր են համարում ծնողին, որը ըստ իս դատապարտելի է։ Այսքան ցավի մեջ, այսքան սպասումի մեջ, այսքան տառապանքի մեջ դուք գիտեք ինչքան դժվար է այս ամեն ինչը։ Բառերով աննկարագրելի է այս ցավը, բառերով աննկարագրելի է այս տառապանքը։ Դուք պատկերացնեք, մենք ապրում ենք մեղքի զգացումով։ Մայրը մեղավոր ազգում իրան մտնելուց տակ հակողի, երբ որ չգիտի իր երեխեն որտեղ է, որ խցում է, որ բետոնի վրա է քնած, չի կարում իր երեխեն, չի կարում պատրաստի են ինչ որ իր երեխեն է սիրել, հասկանում եք, դա ինչ դժվար բան է։ Ու այս ամեն ինչը ոչ թե կորել են մենակ մեր տղաներ, այո, ինչպես ասեցին, որ մեր կյանքը միջև պատերազմը, պատերազմից հետո, այսինքն միջև քրիստոնեություն, մեր թվարկություն եւ մեր թվարկությունից առաջ նույնը մեր կյանքն է հիմա վերածվել ցավի ու տառապանքի, ինչքան կարան ծնողները դիմանան, ինչքան կարան այդ երեխեքը այդ բանտախցերում դիմանան, այդ ադրբեջանական բռնապետի ձեռքի ներքո ինչքան կարան դիմանան, ինչի չեն պարզաբանում այս հարցերը, ինչի չեն լուծում տալիս, ուղղակի խնդրում ենք, պահանջում ենք, յուրաքանչյուր ընտանիքի, յուրաքանչյուր երեխու վերաբերվեն սեփականի։ Նաև հանրությանն ենք խնդրում, անտարբեր մի եղեք այս ցավին, Աստված մի արարց է թող չլինի ոչ մեկին, բայց անտարբեր մի եղեք այս ցավին, անտարբեր մի եղեք այդ ծնողին, կանգնեք ծնողի կողքին, օգնեք, որ պարզաբանվի յուրաքանչյուր անհայտ երեխայի հարց։